չգվիր ստեղից։ Հարցակվելով ու տնից դուրս հանելով, հարցին լուծում չես տա ջաջավակ։ Ես չեմ հասկանում, այդքան դժվար է պատճառը ասել ու օրհնություն տալ մեր հարաբերություններին։ Երբեք, լսում ես երբեք, դուք չեք կարող միասին լինել, չեք կարող։ Ավակ, խնդրում եմ, հիմա սիրտդ կվատանա։ Հարցակվելով ու փորձելով առանց հիմնավորման ինքնապաշտպանվել, չէ, այս անգամ չի ստացվի։ Տենց հարցին լուծում չեք տալու։ Ես ընդամենը ուզում եմ պատճառը իմանամ, ինչի չենք կարա մենք միասին լինենք։ Եթե չեք ասելու, մենք հենց հիմա գնում ենք։ Իմ աղջիկը քեզ այդ ոչ մի տեղ չի գա։ Պապի, ես էլ եմ ուզում իմանամ պատճառը։ Ինչ գաղտնիք կա, ինչի մենք չենք կարա միասին լինենք, կասեք վերջապես։ Անգելինա, գնա քո սենյակ։ Ասեցի տանելու եմ։ Հերի պետք չի, բաց թող։ Չեմ թողնելու։ Չես սիրում ինձ։ Սիրում եմ։ Բայց խնդրում եմ քեզ հերթական անգամ ինձ ընտրության առաջ մի կանգնացրու։ Հոգիս ցավում է։ Այս ընտրություն չի։ Այս չհասկացված լինելու մասին է։ Մենք հասուն մարդիկ ենք, Անգելինա, ու իրավունք ունենք իմանանք պատճառը ինչումն է։ Դե հերիք եղավ։ Հենց հիմա դուս եկեք, գնացեք։ Ավակ, ինչ ես անում։ Թող գնան, թող գնան։ Գնացեք։ Կգնանք։ Եթե ձեր լռությունը վեր է ձեր աղջկա երջանկությունից, ուրեմն հաստատ կգնանք։ Ավակ, ինչ ես անում, չթողնես որ գնան։ Հերի, ես չեմ կարա գամ, ես պատրաստ չեմ։ Դու իմ հետ ես, ու քեզ պատրաստ լինելու համար ոչ մի բան պետք չի։ Հերի, բաց թող ցավացնում ես։ Անգելինա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի գնա։ Խնդրում եմ։ Ինչի չգնամ, ասեք պատճառը, ինչի չգնամ, չեմ գնա, մամ։ Խոսացեք, աղաչում եմ ձեզ։ Թող գնան։ Պապ։ Գնացեք, գնացեք։ Մի գնա, բալես, խնդրում եմ, մի արա, խնդրում եմ, մի արա։ Մորքուր թող, դուք ձեր վերջին խոսքը չասեցիք, հետևաբար ես կանեմ իմ վերջին քայլը։ Լսի, հալալ, ես միշտ մտածել եմ դու նորմալ չես ուտում, սոված ես մնում, այսքան որ պատվիրել ես ուտելու ես? Իհարկե ուտելու եմ, ասացի չէ սոված եմ։ Ուզում եմ հասկանամ քո այսքան կերածը ուր ա գնում? Գաղտնիք է, բայց քեզ կասեմ։ Հարամություն անելու։ Իբր հումոր ես անում, ասենք, տենց էլ կա էլի։ Ինձ միշտ թվացել է, որ քո նման չորացածների ներսում երիզորդ է ապրում, են էլ ընտանիքով։ Թե չէ չէր կարա էլի Աստված այդքան անարդար լիներ։ Լսի, թմբել, արի այդ երիզորդներին մոռացի, ասում էլ հանգիստ թող։ Հետո ուրիշ հարցով կդիմես։ Ասեմ իմանաս, որ իմ համար իսկական կինը հենց քոպես պիտի լինի։ Դե, սենց քոպես հավեսով էլի, սիրուն, թմբել, կեր, սենց համով բան, ոչ մի տեղ կերած չես եմ։ Բայց չեմ ուզում, ես նիհարում եմ, որ Հենրին ինձ հավանի։ Անխելք, իմ նման սիրուն սիմպատիշնի տղեն դեմդ նստած, Արջը 7 երգ է երգում, 7-ն էլ տանձի մասին։ Դե ապրես, Կարո ջան,
Ինչի հիշեցիր այդ ասացվածքը, հա? Ուզում ես ասես ես արջուկ եմ։ Չէ, արջուկս։ Եթե չես մոռացել, տանձի անունն եմ տվել։ Տանձի մասին էր։ Չէ, դու լրիվ գժվել ես։ Առանց այդել նայում եմ քեզ քո ուտելուն ամբողջ ներսումս պատերազմ ես սկսում։ Տես, սիրուն ես։ Դու իմ համար իդեալական ես։ Մարդու հոգին պիտի սիրունը լինի։ Թե չեն նիհար, սիրուն, դրանք անցողի բաներ է։ Դե որ անցողի կա Կարո ջան, խոսում ես էլի։ Բա ինչի եք գնում ընտրում այտենց նիհարներին։ Մենք էլ տանն ենք մնում, հա։ Այ մարդ դու լրիվ փորձանք ես։ Ես քեզ ասում եմ, սենց եմ հավանում, դու ինձ հակառակն ես ասում։ Դե որ տենց է նիհարի։ Նիհարի որ տենց սիրեմ։ Կարո, վայ, սուս մնա էլի։ Բերել ես ինձ այստեղ որ ջղայնացնես։ Ես կնիհարեմ, բայց Հենրիիս համար եղավ։ Հենրիի համար եմ նիհարում։ Այտենց է էլի։ Դու քեզ կոտորի Հենրին էլ ուրիշներին սիրի։ Ունեցածը չես գնահատում։ Նիարի, նայ ես ոնց եմ ուտում։ Ոնց ես ուտում։ Այ սենց։ Հա, դե որ այդպես է, քեզ հակառակ ես էլ պիտի ուտեմ։ Թե սա ինչի համար ես էլի քեզ տանջում, Յանա ջան։ Լավ կեր։ Ոչ էլ նիհարելու։ Ապրես, մալադեց, որ ուզում ես հասկանում ես։ Այ հիմա քո դեմ նստած է այտենց տղամարդ, որ քեզ այտենց ընդունում է։ Շուտ կրկնի չմոռանաս Կարո ջան։ Ես չեմ մոռանա, ասա դու չմոռանաս չոմբիչ ջուն։ Վայ, Կարո։ Գշվել ես լրիվ դու։ Այ քեզ բան, փաստորեն այս աղջիկն էլ է այստեղից, բայց սրանք իրար դուր են գնում։ Եթե ձեդոն ճիշտ է ու իրականում քուրու աղբեր են, ուրեմն սրանց միասին լինելը շատ լուրջ է ու շատ վտանգավոր։ Ես ինչ արեցիր հավաք։ Ինչ արեցիր։ Մի բան ասա։ Խոսա։ Ես քնելակարում եմ։ Ես պետք է գնամ շախույցների տունու ամբողջ ճշմարտությունը ասեմ։ Ինչի թույլ տվեցիր, որ տնից գնա, ավել լավ էր սենյակում փագեիր։ Սուս, լրիր, լրիր! Հերիք եղավ, բոլոր ինչ-որ գաղտնիք են մեզնից թաքցնում ու դեմ են մեր հարաբերություններին, չգիտես ինչի բացատրություններ էլ չեն տալիս։
Հենրի, մենք ախր պայմանավորվել ենք, չէ՞ որ ոչ մեկ պիտի չիմանա, մինչև հասկանանք ինչ ա լինում։ Ինչի նորից սենց արեցիր։ Արեցի, որովհետև սիրում եմ։ Ու ուզում եմ, որ կողքս լինես բացահայտ, առանց վախերի։ Իրանց չեղած գաղտնիքը չի կարա զրկի ինձ քո ներկայությունից։ Ախր գիտես, որ ժամանակավոր է։ Սիրում ես ինձ։ Հենրի, սիրում եմ։ Վերջացավ։ Մենք մեր հարցերի պատասխանները ունենք։ Ու հենց հիմա մենք իրար կխոստանանք Աստծո տանը։ Ես իմ ու քո պայմանագիրն է հեշտակս։ Ու չկա ավելի կարևոր վկա, քան Աստծո տանը իր ներկայությամբ տված խոստումը։ Ես խոստանում եմ քեզ, որ ինչքան էլ դժվար լինի մեր ճանապարհը, ես պայքարելու եմ։ Հետ մենք ենք պայքարելու։ Իրար ձեռքերը ամուր ու բռնած։ Հավերժ միասին։ Հավերժ միասին։ Հեշտակս։ Տաննա, պապ։ Հա, բայց նա իրավիճակը չսրես անգրծ այդ տղա։ Ես գլուխ կհանեմ։ Պապջան սենց, պապջանը նենց։ Պապան չլնի կորած է կարա։ Իբր ինչ թողեցիր ու գնացիր։ Միա չզանգեցիր էլ հարցնես ոնց ենք։ Ժամանակ չկա, 1000 գործ ունենք։ Դե իհարկե։ Դու միշտ 1000 գործ ունես ու 1000 գաղտնիք, Աստված իմ ոնց եմ հոգնել ես այս ամեն ինչից, ոնց եմ ուզում փախնեմ ու հատկապես քեզնից։ Ծանր օրեր էլի Աննա։ Դու էլ ավելի մի ծանրացրու։ Դու այսօր քեզ հորս հետ խայտարակ ձևով պահեցիր։ Հորդ ես պաշտպանում։ Երևի մոռացել ես, հա, որ կյանքում չի էլ հիշել, թե դու ով ես, ոնց ես։ Հա բայց այդ չի նշանակում, որ դու քեզ պետքա տենց պահեիր։ Անկախ ամեն ինչից, Բագրատը իմ հայրն է։ Լսի, հղի ես, չեմ ուզում քեզ նեղացնեմ, բայց դու էլ մի խառնվի իմ ու Բագրատի գործերին։ Դու երևի մոռանում ես, որ մենք ընդհանուր բիզնես ունենք, ցավոք։ Ու որ այդ բիզնեսի մեջ անկոչ հյուրի նման եկավ ու խառնվեց։ Իմ ու Բագրատի հարցերին չխառնվեց մյուս անգամ։ Դե ուրեմն քո գործերը անձնականի հետ մի խառնի։ Ոնց որ այսօր արեցիր։ Ներքևում քեզ եմ սպասում։ Երևի շփոթել եք։ Մերի տունը չի։ Ինչ։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Մերին տանն է։ Արամ։ Մերի։ Էսովը։ Ինչ որ բան կա, որ ես չգիտեմ։ Ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Ներս արի։ Մեջան սա քեզ։ Շնորհակալ եմ։ Առաջացի նստի։
Առաջանալուց առաջ գուցե ծանոթացնեիր քուրիկս։ Արամ։ Սեմ։ Արամի հետ դրսում ենք ծանոթացել։ Հիվանդանոցի բակում։ Դե դու դեռ հիվանդանոցում էիր ու Արամը ինձ տուն ճանապարհեց։ Հա, փաստորեն դրսում եք ծանոթացել։ Հա, իրականում ես Երևանից չեմ, Մոսկվայից եմ եկել։ Մոսկվայից ես եկել ու փողոցում աղջիկների հետ ես ծանոթանում։ Էս որ դառնա, որ փողոցում են ծանոթանում։ Դե չգիտեմ ձեր մոտ որ դառնա, բայց մեր մոտ Մոսկվայում նորմալ է դրսում մոտիկանալ աղջիկայի ծանոթանալ եւ զուտ ընկերություն անել։ Սեմ, ավելի լավ կլինի առաջանակ նստեք, հետո խոսեք։ Ես էլ այդ ընթացքում սուրճ կպատրաստեմ։ Նստի։ Էս քո համար Մոսկվան չի։ Այստեղի աղջիկներն էլ այնտեղինը չեն։ Հասկանում եմ քո մտահոգությունը որպես եղբայր, բայց անհանգստանալու կարիք չունես։ Ես նոր եմ եկել եւ այստեղ ընկերներ չունեմ։ Եվ իմ համար շատ կարեւոր է մեր երկրում լավ ընկերներ ձեռք բերելը։ Ենթադրենք ընդունեցի ասածդ։ Ուրեմն հիմա ուշադիր ինձ լսի։ Ես այս աշխարհում ունեմ չունեմ մի քույրիկ ունեմ։ Ու ոչ մեկ իր մազին չի կարա կպնի։ Սարել սուրճը։ Շնորհակալ եմ սուրճի համար, բայց ճիշտն ասած ես առաջարկով եմ եկել։ Ասում ես տղետ ուրա, կարող է իմանաս որտեղ է թրև գալիս։ Ինչ եք տենց զարմացած հայացքներով մեր վրա նայում։ Սիրահար զույգեր չեք տեսել։ Տղա ջան, մենք կյանքում շատ բան ենք տեսել։ Ու զարմանալու կարողությունները չենք կորցրել դեռևս։ Ու դեռ անընդհատ տեսնում ու զարմանում ենք։ Ամեն ինչ առջևում է, պապ ջան։ Ինչքան եք զարմանալու, որ իմանաք ամուսնանում ենք։ Մենք սիրում ենք իրար ու որոշել ենք էլ չսպասել ու ամուսնանալ։ Աստծո տանը մեր օրհնությունը ստացել ենք։ Ու քանի որ Անգելինայի համար իրենց տանը տեղ չկար, ինքը մնալու է իմ կողքին, իմ տանը, ավելի ճիշտ մեր տանը, չէ՞ տիկին Շախունց։ Հենջի։ Իմ սիրած աղջկա ծնողները ոչ մի ձև չեն ուզում ընկալեն մեր միասին լինելը, մեր սերը։ Դրա համար
Մենք չենք սպասում ու չենք գուշակում, թե ինչ գաղտնիքներ կան, թե իրանց մոտ, թե ձեր մոտ։ Բան չունեք ասելու։ Անձամբ ես շատ ուրախ եմ տղես։ Դե քեզնից ուրիշ բան չէի էլ սպասում, մամ ջան։ Երջանիկ եղեք։ Աստված օրհնի ձեզ։ Ես անսահման ուրախ եմ ձեր համար անգել։ Երջանիկ եղեք։ Շնորհակալ եմ շատ։ Պապ, մնացիր դու։ Ու դու, պապի։ Ձեր ժառանգը ամուսնանում է, բան չունեք ասելու։ Դու ոչ չենք ուզում ասել։ Հեսա ասեմ, ներկայացումդ խաղացիր, չէ, վերջացրիր։ Ուզում ես ոտքի կանգնենք, ծապահարենք, բայց չես մտածում, որ շատ վատ ներկայացում էր։ Զզվելի, անտանելի ներկայացում էր։ Շնորհակալություն լավ գնահատականի համար, պապի ջան։ Պապ ջան, մնացիր դու։ Ոնց որ շատ պասիվ ես։ Չնայած դու էլ ինչ էլ ասես, իմ մոտ ոչ մի բան չի փոխվելու։ Ու առհասարակ, ով ինչ ուզում է ասի, իմ մոտ բան չի փոխվելու։ Ես ու Անգելինան միասին ենք լինելու։ Ուզեք թե չուզեք։ Շատ ուրախ կլինեինք ձեր օրհնությունը ստանալ։ Բայց եթե սենց, դուք պրոբլեմ չունեք։ Լսի քեզ ինչ եմ ասում այլ լակոտ։ Ոնց ես տուն մտար, առանց հարցնելու, առանց թակելու։ Անենց էլ ստեղից դուրս ես գալիս։ Պապ, մի րոպե, հա, պետք չի տենց։ Պապ, ինչ ես խոսում։ Ուր գնան։ Դու պրոբլեմ չունես, պապի ջան։ Լավ, հələ մի րոպե հանգստացեք։ Ես կարամ մի հատ մաքուր չնչամ, որովհետև այս ինֆորմացիան իմ համար ինչ-որ չափազանց շատ է։ Տեղը չես բերում, հա, հենդո։ Ովա դիմացդ կանգնած։ Իրես են հին բագրատն է, հա, որ երկու կոպեկի համար պատրաստ է երեսից ժպտալու, ամեն բան կուլ տալու։ Չէ, անցան էտ օրերը, ու հետ չեն գալու։ Ալո, ես եմ։ Իմ ասած պլանը դրեք գործի։ Իմ ասածը չի քննարկվում։ Հանցակ գործի։ Հենդո։ Կարող ենք դուրս գալ զբոսնել։ Ինձ թվում է, հա, ինչի՞ չէ։ Չէ, չի կարող։ Ինչի՞։ Խնդիր կա։ Հա, ցանկություն չունեմ, որ քուրս անծանոթի հետ դուրս գա։ Ինձ թվում է դու բավարար ինֆորմացվեցիր արդեն իմ մասին։ Հա, դու Արամն ես, եկել ես Մոսկվայից ու այստեղ ընկերներ չունես։ Այսքան բան։ Ինչը հավասարազորա ոչ մի բան չիմանալուն։ Սերմոն հարմար է։ Հանգիստ Մերի։ Եթե եղբայրդ իրան լավ կզգա այս ամեն ինչից հետո, մի զրկի իրան լավ ինքնազգացողությունից։ Ուրախ էի։ Ես էլ։ Առաջ։ Ես կճանապարհեմ։ Ես սխալվեցի։ Չպետք է ասած վառեիր։
Զանգյան գիլինան թող հետ գա։ Ես այլ բան նկատի ունեի։ Ինչ։ Եթե մենք պիտի կորցնենք մեր աղջկան։ Եթե արդեն չենք կորցրել։ Ավակ ես չեմ կարողանում։ Ես հարցին լուծում եմ պետք տալ։ Ես մայր եմ, սիրտս կտոր-կտոր ա լինում։ Հենց այդ եմ ասում։ Եթե մենք պիտի կորցնենք մեր երեխուն, ուրեմն պիտի բացահայտենք ճշմարտությունը, կանխելով այդ սրբապղծությունը։ Ես հենց հիմա կգնամ եւ կանեմ դա։ Կարող է դեռ սպասենք։ Որքան սպասենք։ Որքան սպասենք, որ տեղի ունենա այդ անթույլատրելին, այդ ողբերգությունը, հետ սրբապղծությունը, ինչքան կարող ենք ցուցաբերել մեր էգոիզմը։ Հա? Շախունցը։ Ալո։ Ես չեմ հասկանում դու ինչ ես անում ուտեղ նստած, երբ որ տղես աղջկադ վերցրել է ու եկել է մեր տուն։ Կհանդիպենք եւ կխոսենք քո տանը։ Ոնց կհանդիպենք մեր տանը ու կխոսենք։ Ես եմ գալիս։ Ավակ ես եմ գալիս։ Ինչ ես ուզում։ Ժամանակ։ Ինչ։ Ժամանակ։ Որ կարողանամ ես խայտարակ իրավիճակից ազատվել։ Դու երևի ծաղրում ես ինձ, հա։ Ոնց կարող ես ինձ այդ ժամանակ խնդրել։ Ճիշտ է, ես իրավիճակը վերահսկում եմ ավակ։ Բայց ամեն վարքյան կարող է անդառնալի մի բան տեղի ունենա։ Երբ որ քո աղջիկը իմ տանն է։ Իրավիճակը վաղուց դուրս է եկել քո վերահսկողությունից, Միքայել Շախունց։ Ես հիմա կգամ ձեր տուն եւ վերջ կդնեմ այդ ամեն ինչին։ Լսի դու Սասունցի Դավիթը չես որ ձիտ նստես գաս մեր տուն։ Իսկ չես մտածում քո հետ ինչ կարա տեղի ունենա մեր տանը։ Դե արի թողնեն թող գնան մինչև վերջ, թող կենակցեն։ Քեզ հնարավոր սրբապղծություն տեսնում եմ չի ուզում։ Ինչ ժամանակ տուր։ Չեմ կարող, ժամանակը մեզ հակառակը պտտվում։ Ինչ ժամանակ տուր։ Ու ես քո աղջկան կբերեմ քո տուն։ Բանասել եմ միապես սոկը խմի։ Արա, խմի։ Խմի։ Դու ինչ սոկ խմի, շամպայն բեր։ Շամպայն բեր ու խմի, որ միասնությունը նշեն իրանց։ Շամպայն էլ գինի էլ, պապի ջան, տես ինչ հարսանիք եմ անել։ Խմի, բալես, խմի, մի ամաչ։ Կարամ հասկանամ ես ինչ լարվածություն է, ինչ լարվածություն եք մտցնում մեր մեջ, ձեր դժգոհ դեմքերով։ Դու լակոտին տուն է։ Ոնց ուզենա մտես էլ ման կգամ։ Ինչ դեմք ուզենա մտես կան տունել։ Եթե իմ ու Անգելինայի ներկայությունը խանգարում Հայաստանը, մենք կարող գնանք։ Հերի, դուք ոչ միտեղ չեք գնա։ Ճիշտ ասում մաման, դուք ոչ միտեղ չեք գնա։ Ես հասկացա, պապա։ Սիրուն դեմ գնալը մեղ կա։ Ես չեմ ուզում, որ դու դժբախտ լինես։ Եթե ուզում ես ամուսնանալ, խնդրեմ։ Միքայել, դու լավ ես։ Այդքան էլ չէ։ Բայց դե վերջի վերջո ամեն օր տղա չեմ ամուսնացնում։ Ոնց ամուսնացնում։ Դե բա ուրիշ ինչ, եթե ուզում են ամուսնանան, թող ամուսնանան։ Ապրես հերես։ Մի տեսակ հավատս չի գալիս։ Իսկ դու հավատա, բա, բայց ամեն ինչ պետք է լինի կարգ ու կանոնով, այսինքն թագ ու պսակով։ Հիանալի է ուղղակի, չգիտեմ ինչ ասեմ։ Հարսիկ ջան, այսօր շատ լուռ ես, այդ ամոթխած հարսիտերից դուրս արի։ Միքայել, արի բանն եմ ասելու։ Հեսա գամ քննարկեմ։
Մեկը կարա ինձ բացատրի, ես ինչ էր պապայի պահվածքը։ Անհավատալի է, բայց իրականությունն է։ Երեխեք ջան, իմ ուրախությանը չափ ու սահման չկա, իսկ դու ինչի ես տենց լարվել, վերջ, ամեն ինչ լավ է։ Անգել, այսօրվանից սա քո տունն է։ Խնդրում եմ էլ ընդհանրապես չլարվես, հա։ Չէ, ինչ լարվել։ Բալես հաշվի քո տունն է։ Շատ սիրուն է։ Պապան էլ աչքից գնաց պապեին համոզի։ Ինչ է կատարվում հետդ չեմ հասկանում։ Մերի տոնդ փոխի։ Մեկ-մեկ քեզ ուղակի չեմ ճանաչում, Սեմ։ Այդ նույնն էլ ես կարամ ասեմ քո մասին։ Այդ երբանից ես սկսել մի հատ ինչ որ տղու համար եղբորդ հետ կռվես։ Ես կռիվ չեմ տալիս։ Ուղղակի չհասկացա ինչի չթողեցիր հետը դուրս գամ։ Կրկնում եմ, անծանոթի մեկն էր։ Բայց պիտի չէ շփվեմ, որ ծանոթանամ։ Օրինակ նենց ոնց դու Ֆայնայի հետ։ Այդ նույնը չի։ Իսկ ո՞րն է տարբերությունը։ Կասես գոնե մի տարբերություն։ Հենց մենակ այն, որ դու ինձ հետ վիճում ես դրա պատճառով։ Ուղղակի սիրուն չվարվեցիր, Սեմ։ Ես այն մարդն եմ, ում կարելի է վստահել լիարժեք։ Կարծում եմ բազմիցս համոզվել ես դրանում։ Ավակ մի պահ հանդարտվի, խնդրում եմ, այդ լարվածությունը ինձ էլ է փոխանցվում։ Իբր դու հանգիստ է, իմ անհանգստությունն էլ քեզ ստիպում է լարվել, հա? Ճիշտ հասկացա՞։ Մի բարկացի վրա։ Ուրեմն մտիր դրությանս մեջ։ Այդ նույն դրության մեջ ես էլ եմ։ Ուրեմն խորհուրդ մի տուր, մի ասա ուր գնամ, ինչ անեմ։ Ավակ արի, այս անգամ էլ վստահենք ու սպասենք։ Ում վստահեմ, Միքայելին, ով անընդհատ օգնություն է խոստանում, բայց անարդյունք։ Դե արի, այս անգամ էլ վստահենք, տեսնենք ինչ է ստացվում։ Ես երևի չպետք է Անգելին այն տնից դուրս անեի։ Հա։ Դու չպետք է այդ քայլին գնայիր։ Հունից հանեց, պայտակ դարձա անկարավորելի, եթե դուրս չհանեի, կխոստովանեիր, կասեիր, որ մենք իր հարազատ ծնողները չենք։ Ինչ լավ է, որ դու ինձ այսքան լավ ես ճանաչում։ Ես նաև մեր երեխուն եմ լավ ճանաչում։ Ինքը առանց մեզ չի կարող, ինքը կվերադառնա։ Եթե առանց մեզ չկարողանար, չեր գնա։ Բայց գնաց։ Փաստորեն մեր մեջ շատ կարևոր ընդհանրություն կա, երկուսս էլ սիրում ենք լավ ուտել։ Մի ուղում, համեղ ուտել։ Ես սեղանի շուրջ նոր յանա բացահայտեցի։ Եվ լավ թե վատ։ Ես կասեի հետաքրքիր։ Ես քո մեջ գծեր բացահայտեցի, որ միջև այս չէի նկատել ընդհանրապես։ Կարո ջան, դու էլ նենց ոչինչ։ Հետաքրքիր երիտասարդ ես։ Այ որ աչքերդ բաց էր, վաղուց նկատած կլինեիր։ Դե։ Ինչ դե։ Ամբողջ օրը Հենրիի գովքանելով ման ես գալի, ինպես տաղուն թողած։ Կարճան, իսկ դու լսել ես այդ արտահայտությունը, որ ադամանդը միշտ ստվերում է լինում, պետք է սուր աչք ունենաս, որ տեսնես, գտնես ու գնաս քեզնով անես։ Ես շատ վստահ ու վախեցնող արտահայտություններ անում, կարող է չարժեր սենց թուլանալ։ Լսի, ես չէի ուզում, դու ուզեցիր, այնպես որ չփոշմանես։ Այս պահից սկսած, ես փորձելու եմ բացահայտել քո կերպարը։ Այդ դու քեզ այդ ոնց պահեցիր բոլորի ներկայությամբ, հա? Չի չեր մնում խեղդեի քեզ։ Ես ուղղակի արեցի այն, ինչ որ այդ պահին իմ համար փրկություն թվաց։ Դա չէ դու նորմալ ես, հա, քո այդ ամեն ինչ կարգին, հա։
Թե քեզ առավոտ տանեմ բժիշկի միած ստուգման, դրանք ի՞նչ է կատարում գլխիդ հետ։ Իսկ կասես ինչ էինք շահելու։ Ոչ մի բան։ Վերին էինք կորցնելու։ Ու այս անգամ իրանք իրար հետ արդեն կմիավորվեին։ Իսկ սենց։ Գոնե ժամանակ կշահենք։ Խելքի ծունգա։ Ինչ ժամանակ շահելու մասին ես խոսում է։ Քանի գնում է ժամանակը ծնագնդյա դառնում ու մեծանում է։ Պապլավ կամաց։ Դա ո՞նց խոսամ է։ Ժամանակը իրանց օգտին է աշխատում։ Մենք ոչ մի բան չենք շահում մեջտեղը։ Դու ինձ վստահի։ Այս պահին ուրիշ լուծում չգտա։ Եթե սենց շանեի, ավակը գալու էր։ Չհասկացա, ավակը ուր է գալու։ Ստեղ գալու էր, որ ճշմարտությունը պատմեր։ Այդ ինչ թագու պսակ էր, որ խառնեցիր իրար։ Պապ, դու ինձ վստահի, էլի, խնդրում եմ։ Ու ամենակարևորը հետս խաղի մեջ մտի։ Հա։ Հա։ Լավ։